Զրուցում եմ մի անգամ տարիներ առաջ ծանոթներից մեկի հետ, Մոլի Նիկոլական, մի բան եմ ասում, արդարացնում է Նիկոլին, մեկ այլ բան եմ ասում, էլի արդարացնում է։ Հետո մի այնպիսի մեղադրանք եմ ներկայացնում, որ էլ հնար չկա արդարացնելու, եւ ասում է, դու այդքան ժամանակ շատ լուրջ, կատակ չի անում, այդքան ժամանակ ծանոթ ես եղել Նիկոլ Փաշինյանի, դու միթե չհասկացար, որ Նիկոլին Դուշանբեի լիֆտի մեջ փոխել են։ Ասում եմ լուրջ ես ասում, բա ինչ եմ անում, լուրջ եմ ասում։ Դու չես հասկանում, որ այս մարդը այն մարդը չի։ Հետո անցնում է մի որոշ ժամանակ, այդ թեմայի վերաբերյալ փոքրիկ ստատուս եմ գրում, իհարկե առանց անուն նշելու, առանց բան։ Եվ անցնում է մի շաբաթ երևի, մի 10 օր, տեսնում եմ մեր պանցալի լուսավոր, այսպես ասած, դեմքերից մեկը այդ նույն բանը, այդ նույն պատմությունը պատմում է ընդդիմադիր լրատվականներից մեկի եթերում։ Եվ ասում է, որ այս հատվածը անպայման պիտի տեղ գտնի, մոտավորապես եմ հիշում, հա, պիտի տեղ գտնի ներկայացման մեջ։ Դրամատուրգ է մարդը, բնականաբար այս ամենը տեղի է ունենում, առանց անուն նշելու, թե որտեղից է ինքը լսել այդ պատմությունը, դրամատուրգ է, ազգն է լուսավորում։ Թե ինչպես է երկու հոգի իրար հետ զրուցել եւ մեկը մյուսին ասել Նիկոլին Դուշանբեի լիֆտի մեջ փոխել են։ Ինչ դրամատուրգ, գողցող, սովորական գողցող, պլագիատ անողը չէ, գողցող։ Ստատուս եմ գրում, այս իշխող սելիկաների բանակում չծառայելու վերաբերյալ։ Մեկ է տեսնում եմ մի ինչ-որ ընդդիմադիր վերլուծաբան դուրս է եկել, բարի բուն իմաստով հեռախոսը վերցրել ստատուս է կարդում։ Լրագրողը կողքը ինքը իմ ստատուսն է կարդում։ Ասի հələ սպասի տեսնեմ կասի, որ Համբարձումյան Արթուրի էջից եմ կարդում, որտեղից ասի։ Ինչի պետք է ասի Համբարձումյան Արթուրի էջից եմ կարդում։ Զապադլո է։ Գողնալը սրանց համար, հարգելի բարեկամներ, զապադլո չի։ Բայց Համբարձումյան Արթուրի անունը տալը կամ որևէ մեկի անունը տալը հողում անել, դա զապադլո է։ Ինչ կարիք կա։ Ասում է, ես այդ մարդկանց ասում եմ մայիսին ապրիլյանին մասնակցածներ։ Երկրի ղեկավար է, ասում եմ մայիսին ապրիլյանին մասնակցածներ։ Ուրեմն մայիսին ապրիլյանին մասնակցածներ այդ թեման հրապարակելու համար դու գիտեք ես ինչ զրկանքների միջով եմ անցել։ Դու գիտեք ես ինչ զրկանքների միջով եմ անցել, քանի հոգու հետ լավ ու վատ եմ եղել, այս սերիկաններ, այդ ջեբկիրներ։ Այն օրն էլ բանում եմ, նայում եմ հանրային հեռուստաընկերությունում են դուրս եկել, մայիսին ապրիլյանին մասնակցածների մասին են խոսում, բնականաբար հո չեն ասելու, հանկարծ անուն բան հո չեն տալու։ Բայց ես ուրախ եմ, որ արդեն այդ թեզերը արդեն ձեզ թույլ են տալիս, որ դուք այդ թեզերի մասին խոսեք նաև հանրային հեռուստաընկերությունում։ Եվ շատ տխուր եմ ձեզ համար։ Շատ տխուր եմ ձեզ համար։ Ազգային ժողովի այս սազվի նիստերից մեկում Հայաստան դաշինքի падգամավորները, եթե չեմ սխալվում, հենց առաջին նիստում հարց են ուղղում, մայիսին ապրիլյանին մասնակցածների համար այդպիսի հարցեր են տալիս, շատ ուժեղ ընդդիմադիրներ են։ Բնականաբար հո չպետք է ինչ որ մարդկանց անունն կոնկրետ մարդու անունը հո չպետք է տան։ Հո չպետք է տան։ Ամոթ է։ Իրանց համար ամոթ է հղում անելը։ Ես գրքեր եմ կարդում, գրքեր կան, օրինակ այս գիրքը, Հոբսբաումի։ Որ նախադասությունը կարդում ես, հղում է։ Որ նախադասությունը կարդում ես, հղում է։
որտեղ ձեզ նման գողցող ոչ են։ Կապ չունի մարդը քաղաքական գործիչ է, գիտնական է, գրող է։ Եթե այդ միտքը իրեն է, չէ, ինքը պիտի ասի այս միտքը իմը չի։ Փաշինյան Նիկոլը գնում է բան Հոլանդիա, այնտեղ ինչ-որ մի բան տեղի ունեցավ, հիշում եք, ես գրում եմ գնացի Հոլանդիա ընկար Սյունիք, աշխարհը կլոր է։ Դա գրում եմ ու մի գնդապետ, այսինքն ինչ է տեղի ունենում, այդ ստատուսս, այդ երկար ստատուսը վերցնում են, երկու բառ փոխում է, ինչ-որ մի fake, դնում է իր էջին, գնդապետ Արմենակ կա Հայաստանում, շատ ծիծաղելի տղա է, գնդապետ Արմենակը։ Այդ գնդապետ Արմենակը այդ իրեն հետ կապված fake-ի գրառումը վերցնում է, սկրին է անում, դնում է իր էջին։ Սա էլ արդեն գողության ավելի զարգացած տեսակ է, էլի ինքը fake-ից է վերցրել, ինքը ինձանից չի վերցրել։ Ինձանից վերցնելը ամոթ կլինի։ Ամոթ է ինձանից վերցնի։ Ինքը կարող է ինձ զանգի, ասի Արթուր ջան, վաղը նախագահը բան է տալիս, հարցազրույց է տալիս, երկու հատ հարց ուղի տանք իրեն, հարցերը տալիս են, ոչ էլ հնչում է։ Այդպիսի բաներ կարող են անել, զանգել, ներքին խոսել, բայց հրապարակային հանկարծ անուն տալը չէ։ Հրապարակային այս պատդոննկները կարող են քեզ միայն վիրավորել, միայն հայոյել։ Ասում եմ Սերժ, դու ուրիշ բոզ չունեիր, լավ միտք է։ Կարելի է վերցնել այդ նախադասությունը, բոզը փոխել ուրիշ բառով, դնել էջիդ ու տարածել։ Համբարձումյան Արթուրից չի կարելի կիսվել։ Չի կարելի կիսվել։ Արա ես այս թեմաների համար գիտեք ինչ զրկանքների մեջ եմ ընկել։ Այս թեմաների համար դուք գիտեք ես քանի 100 հոգու հետ լավ ու վատ եմ եղել, քանի ազդեցիկ մարդու հետ լավ ու վատ եմ եղել։ Դուք չեք ամաչում, արա։ Դուք չեք ամաչում։ Ամոթ է, չէ, ամոթ է հանկարծ, ամոթ է անուն տալը, ինչ եղտ է։ Խոսքը կապիտալիզացնելը ամոթ չէ, խոսքս կապիտալիզացնելը ամոթ չէ, տարբեր տեղերում, բայց հանկարծ մի տեղ անուն տալ, դա ամոթ է։ Ուրեմն վերցնում եմ, հիշում եմ Նիկոլը մի բան ուներ, եւ այսպիսի դեպքերը հարյուրներով կարող եմ շարունակել, հա, հարյուրներով կարող եմ շարունակել։ Ասում եմ Փաշինյան Նիկոլը մարդկանց բաժանում է ոչ միայն, ոչ թե իրենց սոցիալական, քաղաքական գաղափարներով, այլ բնազդային նկարագրիչներով։ Չաղ, նիհար, թալանչի, ոչ թալանչի։ Մեկ է տեսնում եմ զում է անում, երկրի պրեզիդենտը զում է անում։ Այդ նույն միտքը։ Ու թող որևէ մեկը ինչ չասի, հանկարծ դա համընկնում է։ Այն բան կար, Սարուխանյան Կարեն կար այստեղ մի հատ, վերցրել է այդ նույն գնդապետ Արմենակի, այդ շնորհավորական մարտի 8-ի շնորհավորական ուղերձը վերցրել դրել է իր էջին։ Ասում է համընկել է, այդ 10-15 նախադասությունը դուք էլ հանկարծ չասեք, որ սրանք համընկնում են, այդպիսի համընկնում չի կարող տեղի ունենալ։ Ամոթ է ուղղակի։ Ազատություն ռադիոկայանից այդ բանն եմ վերցրել, հիշում եմ, որ այդպիսի հարցազրույց էր տվել Նիկոլը երևի մի 10-15 տարի առաջ։ Գտա, մի կերպ գտա այդ հարցազրույցը, որտեղ ասում է, եթե մեկը մի հոգու է սպանում մարդասպան է, եթե հազարներ է սպանում ռազմական գործիչ է, այդպիսի մի բան է ասում։ Մի կերպ գտա, կտրեցի բան դրեցի իմ էջին, երևի մի կես ժամ անցնում է, ընդդիմադիր համարյա բոլոր լրատվականները դա են տարածում, որևէ տեղ չկա գրված, որ վերցրել են Համբարձումյան Արթուրի Facebook-յան էջից։ Գողցող են, որտեղ, ինչի պետք է գրեն։ Շար կարող են անել, կարող են դուրս գալ, ասել Համբարձումյան Արթուրը այս ինչ բանն է գրել։ Համբարձումյան Արթուրը այսպիսի բան է ասել, շար են անում։ Լրագրողը հարցազրույց է վերցնում մեկից, ամերիկայաբնակ։ 10 րոպե ինձ վերագրել է այդ բանը, դասախոսը ամերիկայաբնակ, ամերիկաբնակ դասախոսը։
Ինձ ինչ-որ բան է վերագրել ու հետս կռիվ է անում, վիրավորում է։ Ես այդպիսի բան չեմ ասել։ Այդպիսի բան կարող են անել, քո չասածը կարող է քեզ վերագրել, բայց ինչ-որ բան ասեն, հղում անեն մարդու անուն տալը, սրանց կուլտուրային խորթ է։ Խորթ է։ Արա ինքը ով եղավ, որ մենք իր անունը տանք։ Մենք լուրջ տեղեկ ենք գողցող տեղեկ ենք, արա մենք իր անունը չի պետք է տանք։ Վաղը մյուսօր սրանք դուրս են գալու, ասեն քաղաքացիական պայմանագիրը 17 թվին լուծարված է եղել փաստացի, տարածքայիններն են լուծարվել, քաղաքական խորհուրդն է լուծարվել, կրիզիս է տեղի ունեցել, բնականաբար առանց նշելու այդ պատճառը կամ պատճառն էլ կնշեն, քեզ չեն նշի, չեն ասի, որ քո պատճառով է եղել, չեն ասի։ Էս եք, ու դուք այս հալով, այս ճղճիմ հալով, գողցողներով դուք ելել եք, բան եք անում, ինչ-որ ուզում եք, բան փոխեք երկրում, դուք գողցողներով եք, ուզում եք երկրում բան փոխեք, արա, միա դուք ինքներդ ձեզ փոխեք, թարգեք այդ գողնալու կուլտուրան, ստեղ բան կա, մեկը կա, իմ հետևորդներից է, երևում է, իմ հետևորդն է, նույնիսկ գրանցվել է, այդ 13,000 հետևորդներից մեկն է, ասում է, մի որոշ ժամանակ առաջ ասում է, ցույց տուր մի երկիր, որտեղ ԱԱԾ գործակալ է, հեղափոխություն է անում, այն ռեժիմի դեմ ում ծառայել է, ինձ է ասում, կռիվ է անում, իմ խոսքը դրել է իմ դեմը, ասում եմ, ճիշտ ես ասում, էլի չկա այդպիսի, բա ասում է, բա, գիժ են սրանք, ինչ-որ պալատից են փախել, քաղաքապետարանում է աշխատում, ինչ-որ պալատից են փախել սրանք, դուք պլագիատ անողներ չեք, դուք գողցողներ եք, և այսպիսի էլի եմ ասում դեպքերը, այսպիսի դեպքերը, հարյուրներ են, արա, եթե դուք մի մարդու խոսքը վերցնում եք, բարի եղեք, մի մարդու նարատիվը վերցնում, բարի եղեք, այդ մարդու անունը նշեք, չեք, ինքը այդքան չկա, որ անունը նշեք, ուրեմն ինքը այդքան չկա նաև, որ իր նարատիվը տարածեք, այդ դուք բան եք ուզում անել, հա, այդ մտքերը, այդ գործակալական թեմաները, այդ մայիսին ապրիլյանին մասնակցելը, այդ կեղծ հեղափոխությունը, այդ ամենի համար մարդիկ զրկանքներ են կրել, այդ ամենի համար մարդիկ հարյուրավոր մարդկանց հետ զրկանքներ են կրել, հարձակումների են ենթարկվել այն ժամանակ, երբ որ դուք հանգիստ վեր էիք ընկած, երբ որ ձեր ղեկավարները հանգիստ վեր էին ընկած պատգամավորական աթոռներին ու միլիոններով փող էին ստանում ու ծպտուն չեն հանե, մարդ եք դուք մարդ եք, թեպետ ձեր պեսների մասին ես իմ գլխավոր ստատուսում գրել եմ, ես գրել եմ, որ վաղ մյուսօրը բոլորը դուրս են գալու, ասեն ես ինչ է, որ սաղս էլ գիտեինք, Են Հայաստան դաշնիկի պատգամավորն է, չէ, Խամոյան Ագնեսան, ինչ է ասել, որ Արթուրը, մոտավորապես եմ մեջվերում, այդ սաղս էլ գիտեինք, այդ սաղ ոնց իմացան, Խամոյան Ագնեսա, այդ ոնց իմացան սաղ, այդ կարող է ինչ-որ մարդիկ են սաղին բացատրել, կարող է ինչ-որ մարդիկ լուրջ զրկանքների են ենթարկվել, ի տարբերություն ձեզ, պատգամավորական երթումը դержած սրիկաներ, սաղց էլ գիտենք այդ ինչ է ասել, որ, բոլորն էլ գիտեն, այս հալով, այս վիճակով, ասում եմ, շատ ծիծաղելի մի հատ բան կա, պատգամավոր կա, եթեր եմ մտնում, ասում եմ Փաշինյան Նիկոլ, եթե դու ինչ-որ մի տարածք հայտարարում ես ադրբեջանական, դրանից անմիջապես հետո պիտի բան անես, զորքերի հետ քաշման հրաման տաս,
Կամ եթե չես տալիս զորքերի հետ քաշման հրամանը, մի հայտարարի, որովհետև դու ստեղծում ես կազուս բելլի, հարձակման պատճառ ես տալիս, ռազմական ինտերվենցիայի պատճառ ես տալիս։ Ասում եմ մի օր 168-ի տաղավարում մի հատ բան կա, մի հատ պատգամավոր կա, նույն բանը, ասում է ընդամենը մեկ օր։ Ինչ ասեմ։ Ծիծաղելի, մարդ չգիտի, լավ, խնդա, բանանի, լաց լինի, խնդա, ինչ ասի։ Ուրիշ բան սպասել էլ ձեզանից։ Ուրիշ բան էլի, ասենք, միամտություն կլիներ ձեզ սպեսներից ուրիշ բան սպասելը։ Ձեզ սպեսներից ուրիշ բան սպասելը, դա միամտություն կլիներ։ Դուք կարող եք մարդու խոսքին հղում անել միայն այն ժամանակ, եթե այդ մարդը շատ ազդեցիկ մարդ է, եւ հետեւ մտնելու թեմա կա, սապոնվելու թեմա կա։ Դուք կարող եք նույնիսկ այդ ժամանակ Դանթեի խոսքերը վերագրեք այդ մարդուն, Դաստայևսկու խոսքերը վերագրեք այդ մարդուն, Լենինի խոսքերը վերագրեք այդ մարդուն, Ստալինի խոսքերը վերագրեք այդ մարդուն, Չերչիլի խոսքերը վերագրեք այդ մարդուն, միայն թե շոպլիկանաք։ Իսկ այսպիսի սովորական պայմաններում գողնալ մինչև վերջ։ Եվ վերջում։ Հիմա շատերն են ասում, որ Նիկոլ Փաշինյանը ֆինանսավորվել է Միքայել Մինասյանի կողմից։ Ես ուզում եմ ներկայացնեմ, թե այդ թեման ինչպես հրապարակային դարձավ։ Ես ստատուս գրեցի, որտեղ հրապարակային երկու հարց տվեցի Միքայել Մինասյանին ֆինանսավորման հետ կապված եւ Նիկոլի Հռոմում գտնվելու հետ կապված 18 թվականի եւ դրանից շատ կարճ ժամանակ անց հնարավորություն եղավ Միքայելի հետ Facebook-ում խոսելու եւ նա ասաց, որ այդ հարցերին հրապարակային պատասխանելու է ինքը այդ ժամանակ ինչ որ շարք ուներ, չեմ հիշում այդ շարքի անունը, այդ շարք ուներ, ասաց այդ շարքի հաղորդման վերջում ես հրապարակային կպատասխանեմ այդ հարցին։ Այսինքն այն մարդիկ, ովքեր պատե անպատե առիթով հիմա արդեն խոսում են, որ Նիկոլ Փաշինյանը ֆինանսավորվել է Միքայել Մինասյանի կողմից, ես ուզում եմ, որպեսզի այդ մարդիկ, նաև իրեն լսողները իմանան, թե դա ինչպես է հրապարակվել, այդ թեման ինչպես բացվեց։ Եվ ինքը վերջում մի հարցին չպատասխանեց, Հռոմի հարցին չպատասխանեց, բայց ֆինանսավորման վերաբերյալ այդպիսի պատասխան տվեց։ Ես ուզում եմ, որպեսզի դուք իմանաք, թե այդ պատասխանը ինչի պատճառ է եղել։ Եվ ես այդ հարցերը, հարգելի բարեկամներ, ընդհանրապես ես իմ գործունեությունը կապված է նրան, որ մարդիկ ճշմարտությունը իմանան։ Ես չէի մտածում, որ մեր քաղաքական հարաբերությունները այն աստիճանի նեխած, որ ահա նույնիսկ այդ ինֆորմացիան պիտի օգտագործեն սեփական խմբակային, առևտրային շահերը սպասարկելու համար։ Եթե ես սկզբից իմանայի, որ մենք ապրում ենք այսպիսի հարաբերություններ, ես միգուցե ընդհանրապես այս հրապարակային գործունեությունը, նման հրապարակային գործունեություն չսկսեի։ Ես չէի մտածի, որ կարող է հայտնվել ինչ-որ պատդոննկներ, ովքեր այդ խոսքը, ֆինանսավորման նույնիսկ խոսքը, իմ հարցին պատասխանելը, իրենց խմբային շահերին հարմարեցնեն։ Այսինքն տեսնենք երբ է հարմար, այդ ժամանակ խոսենք։ Հիմա հարմար չի, այդ ժամանակ հələ չի կարելի խոսել։ Վաղը հարմար կլինի, այդ ժամանակ կսկսենք խոսել։ Այ քեզ բան, այ քեզ սրիկաներ, այ քեզ ամորալ դեբիլներ։ Ու այս հալով դուք
Ու սրանց մեծամասնությունը ես ուղղակի վստահ եմ, սրանց մեծամասնությունը ազգային անվտանգության տակ շպրտված են եղել եւ այն ազգային անվտանգության ծառայության բաներն են, գործակալներն են, ազգային անվտանգության ծառայության ընդդիմադիր գործակալներն են։ Ու երկիրը անհրաժեշտ է ազատել ոչ միայն Նիկոլներից, Ալեն Սիմոնյաններից, այլ նաև երկիրը հավասարապես ձեզանից է պետք է ազատել, ձեզանից։ Դուք Նիկոլի հայելինն եք, կամ Նիկոլն է ձեր հայելին։ Դուք այս գործող հարաբերությունների ակունքներում կանգնած մարդիկ եք։ Ձեզ պեսների պատճառով է տեղի ունեցել եւ ունենում այս հարավիրքը։ Դուք պետության մասին չեք մտածում, դուք ժողովրդի մասին չեք մտածում։ Դուք միայն մտածում եք ձեր խմբակային շահերի մասին։ Ձեր խմբակային առևտրային շահեր, դուք մտածում եք ձեր գրպանի մասին, թե ինչպես տանել։ Ինչ կարելի է անել, որ ավել փող տանել ձեր տունը, ավել ինչ-որ մյուտ լցնել ձեր փորը, որ հել է արդեն տերակում է։ Հային պետք է փրկել հայից, հային պետք է փրկել ձեզ պեսներից։ Դուք պիտի գնաք ուրիշ գործով զբաղվեք, դուք պիտի լրիվ ուրիշ գործով զբաղվեք, դուք չպիտի դառնաք հանրային կարծիքի վրա ազդող մարդիկ, դուք չպիտի լինեք դուք ընդհանրապես պիտի չլինեք այդ դաշտում։